Այսօր Երևանը իր բազմաթիվ խնդիրներով հանդերձ ուրախ եւ կենսախինդ քաղաք է։ Քաղաք, որը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաեւ ամբողջ հայության մայրաքաղաքն է։ Այստեղ երիտասարդներ ապագայի ծրագրեր են կազմում, իսկ տարեցները քննարկում են անցյալը, նայելով հազարամյա Արարատ լեռանը։ Բայց երբ լսում ես համակ ուշադրությամբ, փողոցների եռուզեռից անդին այլ շնչառություն է լսվում։ Հին ժամանակների շունչը, երբ այստեղ ոչ սրճարան կար եւ ոչ երաժշտություն, միայն վախ, քաոս եւ հույս։ Հենց այստեղ ավերակների եւ հուսահատության մեջ մի մարդ կարողացավ համախմբել ազգին։ Դա Արամ Մանուկյանն էր, եւ առանց նրա հավանաբար չէր լինի ոչ այս փողոցը, ոչ այս քաղաքը, ոչ էլ այս երկիրը։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր կխոսենք մի մարդու մասին, ում կարելի է համարել հայոց պետականության յուրատեսակ խորհրդանիշը։ Մարդ, ում վաստակն առ այսօր անարդարացիորեն ըստ արժանվույնս գնահատված չէ, եւ մենք այսօր կփորձենք որոշակիորեն շտկել այն։ Բաժանորդագրվեք ալիքին, տարածեք թողարկումը, նպաստելով կարևոր բովանդակության տարածմանը։ Եվ այսպես Արամ Մանուկյան։ 1879 թվականի մարտի 19-ին զինագործի ընտանիքում ծնվեց Սարգիս անունով մի տղա, ով հետագայում հայտնի դարձավ որպես Արամ։ Սարգսից բացի նրանք ունեն եւս 4 երեխա՝ Հովհաննեսը, Կարապետը, Աննան եւ Սառան։ Սարգիսը կրտսերն էր։ Նա սովորել է Շուշիի Ագուլեցոց ծխական դպրոցում, իսկ ավելի ուշ ընդունվել Շուշիի հոգևոր ճեմարան։ Ուսման ընթացքում Սարգիսը շատ արագ տարվել էր դաշնակցության գաղափարներով, որը թափ էր հավաքում բնակչության շրջանում։ Իր հասակակիցների շրջանում երիտասարդն աչքի ընկնելով իր եռանդով եւ ակտիվությամբ, արագ սկսեց զբաղվել քարոզչական աշխատանքով, կազմակերպելով հանդիպումներ ինչպես Շուշիում, այնպես էլ շրջակա գյուղերում։ Նրա դրդապատճառը պարզ էր. հայերն ունեին ազգային վերածննդի իրավունք։ Նման ակտիվությունը շուտով ուշադրություն գրավեց։ 1900-ից 1901 թվականների ուսումնական տարվա վերջում նրան իր մի քանի համակուրսեցիների հետ հեռացրեցին դպրոցից քարոզչության համար։ Այսպիսով Սարգիս Հովհաննիսյանը դարձավ Արամ Մանուկյան, ով պետք է դառնար ազգային ազատագրական շարժման ապագա առաջնորդներից մեկը։ Արամն ուսումը շարունակեց Երևանում, որտեղ հաջողությամբ ավարտեց այն 1903 թվականի գարնանը։ Քոլեջն ավարտելուց հետո հայկական կոմիտեի հրամանով Արամ Մանուկյանն ուղևորվեց Բաքու, քաղաք, որը 20-րդ դարի սկզբին ոչ միայն արդյունաբերական կենտրոն էր, այլև Հարավային Կովկասի հայ հասարակական քաղաքական կյանքի հիմնական կենտրոններից մեկը։ Այստեղ խաչվում էին կայսրությունների շահերն ու եռում բանվորական շարժման կրքերը։ Հենց այս հորձանուտում էլ ձևավորվեց հայ նոր մտավորականությունը։ Հայ քաղաքական ուժերը, հիմնականում հայ հեղափոխական դաշնակցությունը, որի շարքում Արամն ընդգրկվել էր 1901 թվականին, եւ հայկական սոցիալ-դեմոկրատական խմբերը ակտիվորեն գործում էին աշխատավորական շրջանում, ձգտելով նրանց միավորել ազգային եւ սոցիալական ազատագրման գաղափարի շուրջ։ Նրա աշխատանքի եւ նախաձեռնությունների շնորհիվ բազմաթիվ աշխատավորներ համախմբվեցին հայ հեղափոխական դաշնակցության շուրջ, այն համարելով ոչ միայն քաղաքական ուժ, այլև իրենց իրավունքների եւ ազգային արժանապատվության պաշտպանը։ Արամ Մանուկյանը առաջիններից էր, ով վճռականորեն պաշտպանեց ցարիզմի դեմ ակտիվորեն պայքարելու անհրաժեշտությունը, օգտագործելով ավելի արմատական մեթոդներ, երբ հրապարակվեցին հայ եկեղեցու գույքը բռնագրավելու եւ հայկական դպրոցները արգելելու մասին հրամանագիրը։ Կարճ ժամանակ Բաքվում ապագա անձակում լինելը տվեց իր պտուղները։ Կուսակցության կազմակերպչական հնարավորությունները մեծացան, իսկ քարոզչությունը արդյունք տվեց հայ բնակչության շրջանում։ Այժմ կենտրոնական կոմիտեի հրամանով նրան սպասում էր Կարսը, որն ուներ ռազմավարական նշանակություն, նաև սահմանից այն կողմ լոգիստիկ եւ զենքի մատակարարման առումով։ Հետագա պայքարի եւ կուսակցության դիրքերն ամրապնդելու նպատակով Արամն ակտիվ աշխատանք էր տանում Կարս ժամանած երիտասարդության հետ։ Ի տարբերություն նախորդ փորձի, երբ օգնությունը մաս-մաս էր ուղարկվում, Արամն առաջարկեց կազմել 150 հոգուց բաղկացած մեկ միասնական ջոկատ։ Նա ինքն էլ միացավ այս ջոկատին Սասուն հասնելու մտադրությամբ։ Կարսը դարձավ երիտասարդ Արամի հայացքների եւ վերջնական դիրքորոշումների ձևավորման յուրատեսակ վերջնական փուլը։ Նա հասկանում էր, որ ազգային ազատագրական պայքարի կենտրոնը Արևմտյան Հայաստանն է։
Առջևում վանն էր։ Տարբեր շրջանների եւ Օսմանյան կայսրությունում հայերի վիճակի հետ ծանոթանալուց հետո Արամ Մանուկյանը 1905 թվականի փետրվարին հաստատվում է Վանում, նախապես ստանալով հրահանգներ ու լիազորություններ, որպես հայ հեղափոխական դաշնակցության Վանի կենտրոնական կոմիտեի անդամ։ Արդեն իսկ զգալի փորձ ունենալով նա շուտով դարձավ Վանի դաշնակցության առանցքային գործիչներից մեկը։ Ապստամբության համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելուն միտված ակտիվ գործունեության ընթացքում նա հատուկ նշանակություն էր տալիս Վանում զենք զինամթերքի մատակարարմանը։ Արամը համոզված էր, որ միայն հայերի զանգվածային մասնակցությունն ու նրանց բազմակողմանի ռազմական պատրաստությունը կնպաստեն ազգային իրավունքների եւ ազատության վերականգնմանը, հետագայում նաեւ պետականության վերականգնմանը, եւ որ դրան հասնելու համար անհրաժեշտ է օգտվել տարբեր կուսակցությունների փորձից։ Միայն 1906 թվականին Վան է տեղափոխվել ավելի քան 400 հրացան, շուրջ 100,000 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Արամը համոզված էր, որ կրթությունը ազգի ուժի աղբյուրն է եւ որ գիտակից ու կրթված քաղաքացիների դաստիարակության միջոցով կարելի է հիմք դնել ազգային վերածննդի համար։ Աստիճանաբար տեղի ուսանողների համակրանքը նույնպես անցավ հայ հեղափոխական դաշնակցության կողմը։ Արամի ու նրա կողմնակիցների գաղափարներից ոգեշնչված երիտասարդներն ավելի ակտիվորեն էին ներգրավում հասարակական ու քաղաքական կյանքում, կուսակցությունը համարելով ոչ միայն դիմադրության ուժ, այլև ազգային զարթոնքի ուղի։ Ընդհանուր առմամբ, այդ ժամանակահատվածում Արևմտյան Հայաստանում որպես առաջնահերթություն էին ազգային գաղափարն ու ժողովրդի գոյատևման պայքարը։ Նրա ղեկավարությամբ ձեռնարկված քայլերի շնորհիվ հայ հեղափոխական դաշնակցության վասպուրականի մասնաճյուղը դարձավ Արևմտյան Հայաստանի ամենաարդյունավետ եւ հեղինակավոր կազմակերպություններից մեկը, 1908 թվականին ունենալով 1000 անդամ։ Կարճ ժամանակում Արամ Մանուկյանը մեծ հեղինակություն ձեռք բերեց տեղի բնակչության շրջանում, ինչը ամենևին էլ հեշտ չէր հաշվի առնելով նրանց անվստահությունը օտարների նկատմամբ։ Նրանք ելնելով հարգանքից Մանուկյանին անվանում էին Արամ Փաշա, իսկ թուրքական կողմի բոլոր փորձերը վարկաբեկելու եւ նվազեցնելու նրա ազդեցությունը պսակվում էին անհաջողությամբ։ 1905 թվականի վերջին եւ 1906 թվականի սկզբին Արամն ու իր ընկերները մշակեցին եւ հրապարակեցին ներքին կարգապահության եւ անվտանգության ապահովմանն ուղղված կանոններ։ Դրանց թվում էին գիշերը թուրքերին այցելելու արգելքը, հնարավոր լրտեսության փորձերը կանխելու նպատակով, ինչպես նաեւ ալկոհոլի վաճառքի եւ օգտագործման, խաղամոլության, կեղծ դրամահատման եւ աշխառության արգելքը։ 1906 թվականի մարտին Վանում եւ շրջակա տարածքներում խիստ կանոնակարգերը դարձան յուրատեսակ վերջնագիր նրանց համար, ովքեր գնացել էին դավաճանության կամ զենք ու զինամթերքի առևտուր էին արել թուրքերի եւ քրդերի հետ։ Կարգազանցներին սպասվում էր խիստ պատիժ, ընդհուպ մինչև մահապատիժ եւ նման մի քանի դեպք իսկապես տեղի էր ունեցել։ Արամի ղեկավարության վասպուրականում դաշնակցության անդամները պայքարում էին նաեւ գողության ու ավազակության դեմ, այդ թվում թուրքերի եւ քրդերի դեմ իրականացված, որպեսզի խուսափեն հետագա խոզարկություններից ու հետապնդումներից, որոնք կարող էին վտանգի տակ դնել կուսակցության ընդհատակյա կազմակերպությունները։ Այս միջոցառումների շնորհիվ հայկական գյուղերում աստիճանաբար դադարեցին կողոպուտները, բռնություններն ու ներքին անկարգությունները, զգալիորեն բավարարելով բնակչության կյանքն ու նվազեցնելով թուրքական իշխանությունների միջամտությունը։ Պայմանավորված Վանի շրջանում տիրող իրականությամբ Արամ Մանուկյանը ինտելեկտուալ կազմակերպչից վերածվեց մարտական առաջնորդի։ Արամ Մանուկյանի ու նրա ընկերների գործունեության մեջ հատուկ տեղ էր զբաղեցնում քրդերի կողմից իրականացող բռնության դեմ պայքարը, որը ամենահրատապ խնդիրներից մեկն էր։ Օսմանյան ռեժիմի պաշտպանության ներքո գործող մի քանի քրդական ցեղեր դարեր շարունակ վարել են կողոպուտի, սպանության եւ բռնության քաղաքականություն, ավերելով հայկական գյուղերը եւ ստիպելով բնակչությանը լքել իրենց հայրենիքը եւ նույնիսկ դավանափոխ լինել։ Պայքարի մեթոդները բազմազան էին։ Բնակչությանը կոչ էր արվում չվճարել անօրինական հարկեր եւ չտալ նվերներ քուրդ աղաներին, չանել անհատույց նվիրատվություններ ու չդիմել նրանց դատական հարցերով։ Այս հրամանները խախտողները պատժվում էին հեղափոխական մարմինների կողմից։ Նման քաղաքականության արդյունքում կանխվեցին շորթումներն ու ճնշումները, իսկ վտանգի ժամանակ բնակչությանը տրամադրվում էր ուժային աջակցություն։ Այնուամենայնիվ, գործունեության կարևոր ուղղություններից մեկը
դարձավ հայ-քրդական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը։ Թուրքական բռնապետության դեմ պայքարող հայ-ազատագրական ուժերը գիտակցեցին քրդերի հետ կամ համագործակցելու կամ առնվազն նրանց չեզոքությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Հատկանշական է, որ նույնիսկ գեներալ Անդրանիկ Օզանյանը, ով հայտնի էր իր չափազանց զգուշավոր դիրքորոշմամբ քրդական հարցի նկատմամբ, ընդգծում էր քրդերի հետ հնարավոր դաշինքի կարևորությունը։ Ի դեպ, Անդրանիկ Օզանյանի նվիրված 4 մասից բաղկացած թողարկումը կարող եք դիտել մեր ալիքում։ 1907 թվականին նա գրել է. «Մեր ամենամեծ խոչընդոտը քրդերն են։ Եթե մենք կարողացանք նրանց միավորել մեզ, թող կառավարությունը ինչքան ուզում է հարձակվի մեզ վրա»։ Այսպիսով Արամն ու նրա համախոհները ձգտում էին ոչ միայն պայքարել քրդական կամայականությունների դեմ, այլև կառուցել հարաբերությունների նոր մոդել, որի հիմքում ընկած կլիներ Օսմանյան կայսրության դեմ հայերի եւ քրդերի ընդհանուր շահը։ Գործունեության այս ուղղությունը ռազմավարական նշանակություն ուներ հայ-ազատագրական շարժման համար։ Այս համակարգված աշխատանքի շնորհիվ Բասպուրականն աստիճանաբար դարձավ հայ-ազատագրական շարժման ամենակազմակերպված ու կարգապահ շրջաններից մեկը, որտեղ կուսակցության եւ Արամ Մանուկյանի ազդեցությունը զգացվում էր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում եւ միևնույն ժամանակ օրինակելի էր։ 1908 թվականի երի-թուրքերի հեղաշրջումից հետո Արամն իր աջակցությունը հայտնեց կուսակցության քաղաքական թևին, որը սկզբում կողմ էր նոր ռեժիմի հետ համագործակցությանն ու դաշինքին։ Այս ժամանակահատվածում Մանուկյանը հույսերով լի ձգտում էր օգտագործել թվացյալ քաղաքական հնարավորությունները հայ բնակչության սոցիալ-տնտեսական եւ սոցիալ-քաղաքական վիճակը բարելավելու համար։ Նա սխալ էր համարում հեղափոխության նվաճումներն անտեսելն ու հայ հասարակության ուժը գերագնահատելը։ Չնայած նոր ռեժիմի հետ համագործակցելու իր փորձերին, Արամ Մանուկյանը շարունակում էր չվստահել երի-թուրքական կառավարությանը։ Այս մասին է վկայում նրա 1908 թվականի Օսմանյան կայսրության խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելուց հրաժարվելը։ Սա ուշագրավ որոշում էր, հաշվի առնելով, որ նա ուներ քաղաքական գործունեության համար անհրաժեշտ բոլոր հատկանիշները՝ համարձակություն, ճկունություն, հզոր միտք եւ թուրքերենի գերազանց իմացություն։ Խորհրդարանի գործերին մասնակցելու փոխարեն Արամը գիտակցաբար որոշեց մնալ իր դիրքում, հավատալով, որ այդպես ավելի մեծ օգուտ կբերի իր ժողովրդին։ 1909 եւ 1910 թվականներին Ադանայի ողբերգական իրադարձություններից հետո, որտեղ թուրքերի կողմից սպանվեց մոտ 30,000 հայ, այլևս ակնհայտ դարձավ, որ միևնույն պետության մեջ ընդհանուր համակեցությունը այլևս անհնար է։ Միևնույն ժամանակ նաև ակնհայտ դարձավ երի-թուրքերի կողմից իրականացող քաղաքականության իրական նպատակները։ Այսպիսով, բարեփոխումների հույսերի շրջանին հաջորդեց հիասթափությունը, իսկ խաղաղ համակեցության հույսին փոխարինեց նոր պայքարի եւ մարտահրավերների անխուսափելիության գիտակցումը։ Արամ Մանուկյանի ու նրա ընկերների կյանքն անցնում էր մշտական լարվածության մեջ, պայքարի ու գոյատևման, հույսի ու վտանգի միջև։ Արամը համեստ կյանք էր վարում, գրեթե ճգնավորի պես։ Վանականների նման, որ դարեր շարունակ շրջում են գյուղերում տարածելով քրիստոնեական հավատքն ու սկզբունքները, Արամը քարոզում էր ազգային զարթոնքի գաղափարները։ Նա հաճախ ապաստան էր գտնում գաղափարակիցների տան փոքրիկ սենյակներում։ Նա հազվադեպ էր հանգստանում, քիչ էր ուտում եւ հաճախ գիշերում էր ճանապարհին գյուղից գյուղ տեղափոխվելով ստորգետնյա խցերը զննելու, զենք մատակարարելու կամ քարոզչություն իրականացնելու համար։ Այս դիրքորոշումները, մոտեցումները եւ վարքը շատ ուսուցողական կարող էին լինել Երրորդ հանրապետության բոլոր քաղաքական գործիչների համար։ Չնայած այս դժվար պայմաններին, Արամ Մանուկյանը մնաց հավասարակշռված, զուսպ եւ հաստատակամ։ Նա օժտված էր հազվագյուտ շնորհով, ոգեշնչել մարդկանց նույնիսկ ամենաանհույս իրավիճակներում։ Նրան հարգում էին ոչ միայն որպես առաջնորդ, այլև որպես մարդ, ով պատրաստ էր կիսելու ժողովրդի հետ նրա բոլոր դժվարությունները։ Վտանգի պահերին նա միշտ վերջինն էր հեռանում, նախ եւ առաջ հոգ տանելով ուրիշների մասին։ Այս դժվարին պայմաններում ձևավորվեց այն Արամ Մանուկյանը, որը հետագայում դարձավ հայ ազգային վերածննդի խորհրդանիշներից մեկը։ Առողջական վիճակի վատթարացման պատճառով
Հետևելով բժիշկների խորհրդին, նա մեկնեց Ժնև բուժման, սակայն սահմանափակ ֆինանսական միջոցների պատճառով նա չկարողացավ անցնել բուժման ամբողջական կուրսը։ Ժնևում մոտ 1 տարի մնալուց հետո Մանուկյանն այդ ժամանակն օգտագործեց գրական ու լրագրողական աշխատանքի համար։ 1912 թվականին նա դրոշակ թերթում հրապարակեց մի շարք հոդվածներ նվիրված հայ ազատագրական շարժման մասնակիցներ հայրիկի Տիգրան Մինասյանի, Դավիթ Թումանյանի և Հակոբ Չիլինգարյանի հիշատակին։ Այս հրապարակումների նպատակն էր հավերժացնել այն մարտիկների հիշատակը, որոնց անունները քիչ հայտնի են լայն հանրությանը, բայց որոնց անձնուրաց ծառայությունը մեծ նշանակություն ուներ ազգային գործի համար։ Տիգրան Մինասյանի մասին իր հոդվածում Արամը հույս է հայտնում, որ ապագայում հայ քանդակագործները կստեղծեն այս հերոսների հուշարձանները։ 1912 թվականին Ժնևից հետո Արամը մեկնեց Օրդու, որտեղ սկսեց և դասավանդել, և ղեկավարել հայկական դպրոցների ցանցը։ Շուտով նա վերադարձավ հայրենի Վան։ Նրա, ինչպես նաև հայ ազգային ազատագրական շարժման մյուս գործիչների վերադարձը պայմանավորված էր Օսմանյան կայսրությունում քաղաքական լարվածության սրմամբ ու հայատյացության աճով։ Վանում Արամ Մանուկյանը դարձավ հասարակական քաղաքական կյանքի առանցքային դեմքերից մեկը։ Նրա գործունեությունն ընդգրկում էր գրեթե բոլոր ոլորտները՝ կրթություն, պետական հաստատություններ, մամուլ, մշակութային միջոցառումների կազմակերպում, երիտասարդական խմբերի ղեկավարում և պետական մարմինների հետ հարաբերությունների ամրապնդում։ Կարելի է ասել, այդ տարիներին Արամ Մանուկյանը դարձավ ողջ տարածաշրջանի հասարակական ու մշակութային զարգացման շարժիչ ուժը։ Անմնացորդ նվիրվելով Վանին, բնիկ արցախցի Արամ Մանուկյանը իր բոլոր հույսերն ու նպատակները կապում էր բացառապես հայրենի հողի հետ։ Չնայած բազմաթիվ մարտահրավերներին և սպառնալիքներին, Մանուկյանը լցված էր մեծ լավատեսությամբ, ոգեշնչված լինելով սեփական ժողովրդի հնարավորություններով և անսահման ներուժով։ Սիմոն Վրացյանին ուղղված իր նամակներից մեկում նա նշում է. «Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել Վանին։ Մենք ապրել ենք հրաշալի տասնամյակ։ Ես շատ ոգեշնչված եմ»։ Մեկ այլ տեղում նա ջերմորեն ավելացնում է. «Ես ինձ ավելի շատ վանեցի եմ զգում, քան արցախցի»։ Նրա այս կարծիքը վկայություն էր այն բանի, որ նա ցանկանում էր և նպատակ ուներ միավորել բոլոր հայերին, անկախ նրանց բնակության վայրից։ Ի վերջո Ռուսաստանի կայսրությունից եկած հայը կարողացավ վանեցիների համար դառնալ յուրային, ովքեր առանձնանում են իրենց մեկուսացվածությամբ և օտարների նկատմամբ խիստ անվստահությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես ռուսական և օսմանյան կայսրությունները հայտնվեցին հակադիր կողմերում, դրանով իսկ բաժանելով հակամարտության երկու կողմերում գտնվող հայերին։ Ռուսական բանակը 1915 թվականին Թուրքիային առաջնագծի ճեղքումով հանկարծակիի բերեց։ Իրավիճակը ողբերգական ու լարված էր։ Վանում թուրքերի և հայերի միջև բախումները կարող էին բռնկվել ցանկացած պահի, քանի որ ռուսական բանակի մոտենալու մասին լուրերը սրել էին իրավիճակը։ Ստեղծված քաոսային իրավիճակում Արամ Մանուկյանը դրսևորելով իր առաջնորդական որակները արեց ամենը Վանի հայ բնակչությանը կոտորածի հնարավոր սպառնալիքից պաշտպանելու համար։ Սկզբում փորձելով իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծել, նա բանակցություններ վարեց թուրքական իշխանությունների հետ, սակայն երբ պարզ դարձավ, որ դիվանագիտական միջոցները բավարար չեն ռիսկերը կանխելու համար, Արամը և այլ առաջնորդներ ստանձնեցին զինված ինքնապաշտպանության ուժերի կազմակերպման գործը։ Տարիների աշխատանքը տվեց իր պտուղները, որի արդյունքում արդյունավետ կերպով կազմակերպվեց քաղաքի պաշտպանությունը։ Այսպես սկսվեց 1915 թվականի Վանի հայտնի ապրիլյան ինքնապաշտպանությունը, որը դարձավ հայոց պատմության ամենավառ էջերից մեկը։ «Մեր վիճակն այդ ժամանակ անհույս էր», հիշում էր Մանուկյանը։ «Մենք այդ ժամանակ միայն մեկ ընտրություն ունեինք. ողջ մնալ և թողնել, որ նրանք մեզ քշեն ոչխարների պես, կամ կռվել և մեռնել զենքից։ Մենք ընտրեցինք երկրորդը»։ Այս խոսքերը դարձան վանեցիների համարձակության և վճռականության խորհրդանիշը, ովքեր արցախցի Արամ Մանուկյանի գլխավորությամբ կարողացան իրենց հուսահատությունը կերպափոխել կազմակերպված դիմադրության։ 1915 թվականի ապրիլի 5-ին ստեղծվեց Վանի հայերի ինքնապաշտպանության ռազմական կոմիտեն, որի կազմում նրա առաջարկով ընդգրկվեցին փորձառու մարտիկներ ու հրամանատարներ, ինչպիսիք են բուլղարացի Գրիգորը, Գայծակ Առաքելը, Արմենակ Եկարյանը և ուրիշներ։ Արամն ինքը շուտով գլխավորեց այս մարմինը, դառնալով քաղաքի պաշտպանության փաստացի ղեկավարը։ Ստեղծվեց օժանդակ ստորաբաժանումների մի ամբողջ համակարգ, որը զբաղվում էր զենքի բաշխմամբ, ինչպես նաև այլ կառույցներ
որոնք ապահովում էին անխափան փոխգործակցությունը ռազմաճակատի տարբեր հատվածների միջև։ 1915 թվականի ապրիլի 7-ին հրետանային ուժեղ ռմբակոծությունից հետո թուրքական զորքերը լայնածավալ հարձակում սկսեցին հայկական դիրքերի վրա։ Հայկական ստորաբաժանումները ոչ միայն դիմակայեցին թշնամու հարձակմանը, այլև վերջինիս զգալի կորուստներ պատճառեցին։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Վանիկ բնակիչները ցուցաբերելով բացառիկ քաջություն կարողացան գրավել մի քանի ռազմավարական կարևոր հենակետեր։ Նույն թվականի մայիսի 3-ին Վանի զորքերը հետ մղեցին վերջնական հարձակումը։ Թուրքերը չկարողանալով կոտրել հայերի հերոսական պաշտպանությունը եւ իմանալով ռուսական զորքերի մոտենալու մասին, լքեցին իրենց դիրքերն ու նահանջեցին։ Արամ Մանուկյանի կազմակերպչական տաղանդի եւ քաջության շնորհիվ ավելի քան 150,000 վասպուրականի հայեր փրկվեցին ցեղասպանվելուց, ի տարբերություն իրենց շատ հայրենակիցների։ 1915 թվականի մայիսի 5-ին Արարատյան կամավորական գնդի հեծելազորը մտավ ազատագրված Վան։ Քաղաքը նրանց դիմավորեց ցնծությամբ, փողոցներում հնչում էին ուրախության ճիչեր եւ բնակիչները ողջունում էին նրանց։ Հաջորդ օրը, մայիսի 6-ին, Վան ժամանեցին կամավորական գնդի հրամանատարները, որոնց կարճ ժամանակ անց հետևեց ռուսական բանակի Բայազեդի ջոկատի հրամանատար գեներալ Նիկոլաևը։ Վանի ժողովրդի անունից Արամ Մանուկյանը նրան հանձնեց քաղաքի բանալիները, ազատագրման եւ դաշնակիցներին երախտագիտության խորհրդանիշը։ Ի պատասխան իրեն ուղված գովասանքի, Մանուկյանը իրեն բնորոշ համեստությամբ նշեց. Վանում աշխատանքը կատարեց ոչ թե կուսակցությունը, այլ ամբողջ ժողովուրդը։ Այս խոսքերը կատարյալ կերպով արտացոլում էին միասնության ու նվիրվածության այն ոգին, որի շնորհիվ Վանի ինքնապաշտպանությունը պսակվեց հաղթանակով։ 1915 թվականի մայիսի 18-ին ստորագրվեց հրամանագիր, որով Արամ Մանուկյանը նշանակվեց Վանի ժամանակավոր նահանգապետ։ Այս որոշումը նրա գործունեության տրամաբանական արդյունքն էր։ Նրա հեղինակությունն ընդունում էին բոլորը, եւ դաշնակցությունը, եւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, եւ օտարերկրյա դիտորդները, եւ նույնիսկ թուրք պաշտոնյաները, որոնք զարմացած էին նրա հաջողություններով։ Նահանգային կառավարումը ստանձնելուց հետո նա անմիջապես սկսեց լայնածավալ վերականգնման աշխատանքներ։ Նրա ղեկավարությամբ ստեղծվեցին վարչական կառույցներ, հաստատվեց կառավարման համակարգ, ապահովվեց անվտանգությունն ու վերականգնվեց հասարակական կարգը։ Վանի կառավարությունը ձևավորելիս Արամ Մանուկյանը կրկին ցուցաբերեց սկզբունքայնորեն ոչ կուսակցական մոտեցում։ Ղեկավարության մեջ ընդգրկված էին բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր ունակ էին աշխատելու ժողովրդի օգտին անկախ նրանց կուսակցական պատկանելիությունից։ Առաջնահերթություններից մեկը պաշտպանության կազմակերպումն էր եւ տարածաշրջանը լքած որոշ քրդական ցեղերի վերադարձը կանխելը։ Ստեղծվեցին նոր զինված ստորաբաժանումներ բնակիչներին հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար։ Սակայն քրդերի վերադարձի հարցում Արամ Մանուկյանի եւ ռուսական ռազմական հրամանատարության միջև լուրջ տարաձայնություններ առաջացան։ Եթե Մանուկյանը հիշելով քրդական խմբերի մասնակցությունը հայերի կոտորածներին կտրականապես դեմ էր նրանց վերադարձին, ապա ռուսական իշխանությունները հանդուրժողականություն էին ցուցաբերում նրանց հանդեպ։ Այսպիսով 1915 թվականի հունիսին 4-րդ Կովկասյան բանակային կորպուսի հրամանատարը թույլատրեց Ռուսաստանի քաղաքացիություն ընդունած քրդերի վերադարձը իրենց նախկին գյուղեր։ Այս որոշման հնարավոր հետևանքները գիտակցելով Արամ Մանուկյանը հունիսի 26-ին եւ 27-ին դիմեց հրամանատարությանը, հրամանը վերանայելու խնդրանքով, ցկտելով կանխել հայ բնակչության համար նոր սպառնալիքները։ Թեպետ հարաբերությունները հարթ չէին, այնուամենայնիվ Վանը վերածնվում էր, իսկ հույսի մթնոլորտը տիրում էր ամենուր։ Այս հաջողություններն այնքան նշանակալի էին, որ այն կարելի է համարել ժամանակակից հայկական պետականության յուրատեսակ նախատիպ։ Այն ինքնակազմակերպման, ազգային միասնության եւ պատասխանատվության օրինակ էր մարմնավորված Արամ Մանուկյանի ղեկավարությամբ, որը դարձավ յուրատեսակ ազգային վերածննդի եւ պետականության խորհրդանիշ։ Սակայն ցավոք, Վանի հայկական նահանգապետության գոյությունը ավարտվեց։ Ռուսական բանակի 4-րդ Կովկասյան կորպուսի նահանջը 1915 թվականի հուլիսի 18-ին Վանի բնակիչներին դրեց սարսափելի ընտրության առաջ՝ նահանջել զորքերի հետ կամ մնալ թշնամու ողորմածությանը։ Արամ Մանուկյանը հուսահատվելու ժամանակ չուներ։ Նա հաստատվեց Թիֆլիսում, այդ ժամանակվա որոշումների կայացման կենտրոնում։ Նրա գործունեությունը լայն աշխարհագրություն ուներ։ Նա աշխատել է ոչ միայն Թիֆլիսում, այլև Բաքվում, Երևանում եւ Պետրոգրադում,
կապ հաստատելով Ռուսաստանի տարբեր շրջանակների հայ համայնքների հետ։ Ազգային աղետից հետո հայ առաջնորդների, այդ թվում Արամ Մանուկյանի գործունեությունը հիմնականում ուղղված էր արևմտահայերին օգնելուն։ Արևելյան Հայաստանում եւ ռուսական կայսրության այլ շրջաններում ապաստան գտած ավելի քան 250,000 փախստականներ իրենց նոր պայմաններում աջակցության, պաշտպանության եւ կազմակերպման կարիք ունեին։ Արամ Մանուկյանն ակտիվ մասնակցություն ունեցավ օգնության կառույցների ձևավորման եւ ջանքերի կոորդինացման գործում, որն ուղղված էր տուժածների հոգսերը մեղմելուն եւ հայ բնակչության պահպանմանը ավերածությունների ու տեղահանությունների պայմաններում։ 1917 թվականի մայիսին Արամ Մանուկյանը ժամանեց Երևան։ Այդ ժամանակ շատ քիչ առաջնորդներ էին, որ ցանկանում էին գնալ Երևան։ Նրա համար առաջնային խնդիրը դասալքության դեմ պայքարն ու ազգային ռազմական ստորաբաժանումների կազմակերպումն էր։ Այս ստորաբաժանումները աջակցություն ստացան եւ առաջին հերթին համագործակցում էին Երևանի ռազմական խորհրդի գործադիր կոմիտեի հետ։ 1915 թվականի ցեղասպանությունից հետո Երևանը լցվեց արևմտյան Հայաստանից եկած հայ փախստականներով։ Քաղաքն ապրում էր մշտական լարվածության եւ անհանգստության մեջ։ Փողոցները լիքն էին կոտորածից մազապուրս փրկված ընտանիքներով, որոնցից շատերը կորցրել են հարազատներին, տներն ու ունեցվածքը։ Մարդիկ ուժասպառ էին սովից, հիվանդություններից եւ հոգեբանական խնդիրներից։ Ամեն օրը գոյատևման պայքար էր թվում։ Շարունակվող ցեղասպանության լուրերից, սննդի եւ դեղորայքի պակասից, ինչպես նաեւ բռնության հնարավոր հետագա ալիքների սպառնալիքից մթնոլորտը լցված էր վախով ու հուսահատությամբ։ Միևնույն ժամանակ օգնության հուսահատ սպասումը զգացվում էր փախստականների շրջանում։ Ոմանք ապավինում էին հարևանների օգնությանը, ոմանք բարեգործական կազմակերպություններին, որոնք փորձում էին ինչ-որ կերպ մեղմել նրանց տառապանքները։ Այս սարսափելի եւ անորոշ իրավիճակում հսկայական պատասխանատվություն էր ընկել Արամ Մանուկյանի ուսերին, ով պետք է ոչ միայն կազմակերպեր պաշտպանությունը, այլ նաեւ հոգար հազարավոր մարդկանց կարիքները, ովքեր գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում։ Այս հուսահատության եւ քաոսի մթնոլորտում, որ տիրում էր Երևանում հազարավոր փախստականների շրջանում, Արամ Մանուկյանը ապրեց անձնական երջանկության մի պահ։ 1917 թվականի մայիսի 1-ին նա ամուսնացավ Կատերինա Զալյանի հետ եւ 1918 թվականի հոկտեմբերին ծնվեց նրանց միակ դուստրը Սեդա Մանուկյանը։ 1917 թվականի վերջին Կովկասյան ճակատի կազմալուծումը, որը սկսվեց Ռուսաստանում փետրվարյան հեղափոխությունով ու սրվեց հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, սպառնաց ոչ միայն արևմտյան, այլև արևելյան Հայաստանին թուրք ուժերի ներխուժմամբ։ Իրավիճակը բարդացավ ինչպես հարավային Կովկասում, այնպես էլ Երևանի նահանգում, որը պայմանավորված էր իշխանության վակուումի առաջացմամբ։ Ճակատը ճեղքված էր, հայկական քաղաքական եւ ռազմական հրամանատարությունն ապակողմնորոշված, Էրզրումը ընկած, իսկ թուրքական բանակը շարժվում էր դեպի Արարատյան դաշտ։ Այս քրիտիկական իրավիճակում 1918 թվականի մարտին Երևանի բնակչությունը, բանակը եւ Հայոց ազգային խորհուրդը Արամ Մանուկյանին միաձայն ընտրեցին դիկտատոր։ Սա պատմության մեջ այն հազվագյուտ դեպքերից մեկն էր, երբ ժողովուրդը կամավոր կերպով ամբողջական իշխանությունը շնորհեց մեկ մարդու։ Դիկտատոր նշանակվելուց հետո նա իր առաջին ելույթում ընդգծեց. «Իմացեք, որ առանց ձեզ ես անզոր եմ»։ 1918 թվականի մայիսի 19-ի առավոտյան, երբ թուրքական զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ, Արամ Մանուկյանը գեներալ Սիլիկյանի հետ հեռախոսազրույցում խոստացավ 2 օրվա ընթացքում վերջինիս ապահովել անհրաժեշտ ամեն ինչով՝ զինվորներով, զենքով, զինամթերքով եւ սարքավորումներով։ Նա հրամայեց բոլոր զինապարտներին, անկախ տարիքից ու սոցիալական կարգավիճակից, անմիջապես ուղարկել ռազմաճակատ եւ խստիվ արգելել քաղաքից դուրս գալը։ Արամ Մանուկյանն անձամբ էր վերահսկում իրավիճակը։ Լինելով մարդկանց շարժիչ ոգին, նա ներկա էր հրապարակներում, շուկաներում, տներում, եկեղեցիներում եւ իր խոսքով ոգևորում էր բնակչությանը։ Այդ օրը երեկոյան, երբ ազգային խորհրդի նիստում քննարկվում է Երևանը թուրքերին հանձնելու հնարավորությունը, Արամ Մանուկյանը վճռականորեն մերժեց այս տարբերակը։ Ոչ մի նահանջ, ոչ մի գծի վրա։ Նահանջ Երևանից կնշանակե խաչ քաշել մեր ամբողջ գործունեության եւ մեր ապագա քաղաքական մուրազներու վրա։ Բոլորդ պիտի մնաք եւ մեռնեք։ Մայիսի 21-ին
Հայաստանի խորհրդարանի ամառային շենքի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ, որտեղ սկզբում հուսահատություն էր տիրում, նա կարճ ելույթ ունեցավ. «Կրկնություններ անելու այժմ տրամադիր չեմ, եւ ժամանակ էլ չկա ճառերով զբաղվելու։ Ես եկել եմ հայտնելու ձեզ, որ թշնամին գրավել է Սարդարապատը եւ շարժվում է դեպի Էջմիածին։ Մեզ մնում է մի բան, կամ զենք վերցնել ու դուրս գալ թշնամու առաջ եւ կամ կոտորվել ոչխարի պես։ Ով ուզում է ապրել, առանց րոպե կորցնելու թող վերցնի զենքը, վերցնի նաեւ 3-օրյա պաշար ու իսկույն եւ դիմե ուսուցչական սեմինարիայի շենքը, ցուցակագրվելու եւ այնտեղից ճակատ ուղարկվելու համար։ Ես իմ ասելիքս վերջացրի, այժմ ձեզ է մնում անելիքը»։ 1918 թվականի մայիսի 23-ին հայկական բանակը հետևելով գեներալ Սելիկյանի ծրագրին հակահարձակում սկսեց Սարդարապատի ճակատում։ Կատաղի մարտերից հետո թշնամին ջախջախվեց եւ դուրս շպրտվեց Արարատյան դաշտից։ 1918 թվականի մայիսյան հերոսական մարտերը, որոնց կազմակերպման ու ղեկավարման գործում վճռորոշ դեր խաղաց Արամ Մանուկյանը, դարձան հայ ժողովրդին լիակատար ոչնչացումից փրկելու հիմնական գործոնը եւ հարթեցին Հայաստանի անկախության ճանապարհը։ 1918 թվականի մայիսի վերջին կառավարությունը Թիֆլիսում պաշտոնապես հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը։ Իդեպ ուշագրավ է, որ երիտասարդ հանրապետության կառավարությունը ոչ մի կերպ չէր ցանկանում վերադառնալ Երևան, որտեղ հուսահատություն էր տիրում։ Նրանք նախընտրում էին մնալ բարեկեցիկ եւ անվտանգ Թիֆլիսում։ Սակայն Արամ Մանուկյանը նրանց վերջնագիր ներկայացրեց, կամ նրանք տեղափոխվում են Երևան եւ ստանձնում երիտասարդ հանրապետության պատասխանատվությունը, կամ նա ստիպված պետք է լինի ձևավորել նոր կառավարություն։ Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակից հետո Արամ Մանուկյանը ստանձնեց Երևանի ազգային խորհրդի նախագահի պաշտոնը, որը փաստացի ծառայում էր որպես նոր անկախ Հայաստանի ժամանակավոր կառավարություն, եւ նաեւ հանդես էր գալիս որպես նրա ռազմական ղեկավար։ Իր շուրջը համախմբելով ազդեցիկ եւ հարգանք վայելող ուժերին, նա կարողացավ պահպանել հարաբերական կայունությունը մինչեւ Հայ ազգային խորհրդի Թիֆլիսից Երևան տեղափոխվելը։ Հայաստանի Հանրապետության լիարժեք կառավարության ձևավորումը տեղի ունեցավ 1918 թվականի հուլիսի 24-ին Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ։ Լիարժեք իշխանություն եւ ռազմական ազդեցություն ունենալով Արամ Մանուկյանը իշխանությունը փոխանցեց մարդկանց, ովքեր ապրում էին Թիֆլիսում եւ կտրված էին Արարատյան դաշտի իրականությունից։ Սա վկայում էր նրա անձնուրաց ծառայության եւ իշխանական հավակնությունների իսպառ բացակայության մասին։ Հայաստանի Հանրապետության կառավարության ձևավորումից հետո Արամ Մանուկյանը նշանակվեց ներքին գործերի նախարար ընդլայնված լիազորություններով, որը ներառում էր տարբեր ոլորտներ, այդ թվում կրթության, կապի, սննդի, բնակարանի եւ տեղական ինքնակառավարման։ Արամ Մանուկյանի հիմնական խնդիրներն ու գործառույթներն էին օրենքի, կարգ ու կանոնի եւ անվտանգության ապահովում, անձնական զենքի եւ զինամթերքի ազգայնացում, զենքի հարկադիր բռնագրավում, քաղաքային անվտանգության ամրապնդում, սոցիալական եւ տնտեսական հարցերի վերահսկողություն։ Այսպիսով, իր պաշտոնում Արամ Մանուկյանը կարողացավ հասնել կայունության եւ ամրապնդեց իշխանությունը երիտասարդ հանրապետությունում։ Նա զգալի ուշադրություն էր դարձնում կրթության ու գրագիտության բարձրացմանը, կրթական նախաձեռնությունների աջակցությանը, ինչպես նաեւ հայոց լեզվի եւ մշակույթի տարածմանը։ Մանուկյանը մեծ ուշադրություն էր դարձնում նաև հազարավոր փախստականներին ու որբերին, որոնց համար նախաձեռնում էր օգնության ծրագրեր։ Նա գիտակցում էր, որ ռեսուրսների պակասի պատճառով որբերին օգնելը հնարավոր է միայն համազգային մոտեցման միջոցով, միավորելով պետության եւ հասարակության ջանքերը։ Այս ոլորտում նա համադրեց պետական նախաձեռնողականությունը, անձնական պատասխանատվությունը եւ մարդասիրությունը։ Արամ Մանուկյանի նախաձեռնությամբ լուծվեց նաև չափազանց կարևոր ռազմավարական խնդիր։ Հայաստանի երիտասարդ հանրապետությունը մաքրվեց նրան թշնամաբար տրամադրված թաթարական ցեղերից, ադրբեջանցիներից։ Նրա գործողությունները կենսական նշանակություն ունեին խաղաղբնակչության անվտանգության ու պաշտպանության համար։ Ցավոք, Արամ Մանուկյանը բավականաչափ երկար չապրեց շարունակելու Հայաստանի Հանրապետության ամրապնդման ուղղված իր աշխատանքը, որին նա նվիրեց իր ողջ կյանքը։ 1918 թվականի դեկտեմբերին ժողովրդի հետ մշտական շփման մեջ լինելով եւ երկրի հրատապ խնդիրների լուծմանը ակտիվորեն մասնակցելով, նա վարակվեց տիֆով, որը մոլեգնում էր Հայաստանում։
և մահացավ 1919 թվականի հունվարի 29-ին։ Նրա մահը ցնցեց հայ ժողովրդին, կառավարությանը, հասարակությանը և կուսակցական ղեկավարներին։ Արամ Մանուկյանի հուղարկավորությունը վերածվեց համընդհանուր սգի։ Ողջ Երևանը երիտասարդից մինչև ծեր եկել էր վերջին հրաժեշտը տալու այն մարդուն, որին վստահվել էր երկրի ճակատագիրը նրա ամենադժվար օրերին։ Արցախցին, Վանեցին, Երևանի դիկտատորը, հայ հեղափոխականը և վերջապես մեծ հայը մահացավ ընդամենը 39 տարեկան հասակում։ Ով գիտի ինչպես կզարգանար մեր պատմությունը, եթե Արամ Մանուկյան իշխանությունը չհանձներ Թիֆլիսից ժամանած մի խումբ անփորձ քաղաքական գործիչներին։ Ով գիտի ինչպես կդասավորվեր մեր ճակատագիրը, եթե Արամ Մանուկյանը մնար Հայաստանի դիկտատոր։ Գուցե եթե նա այդքան վաղ չմահանար, այսօր Հայաստանի քարտեզն ամբողջությամբ այլ տեսք ունենար։ Արամ Մանուկյանի յուրահատկությունը նրանում էր, որ նա ոչ միայն ժողովրդի առաջնորդն էր նվիրված ազգային շահերին, այլ նաև դարձավ հայկական պետականության վերածննդի խորհրդանիշը։ Այսօր ունենալով պետականություն, ցավոք, միևնույն է ուրանում ենք մեր հոգևոր և պատմական ժառանգությունը։ Եվ դրա վառ օրինակներից մեկն է այն շենքի անմխիթար և լքված վիճակը, որի պատշգամբից Արամ Մանուկյանը հռչակեց Առաջին հանրապետության հիմնադրումը։ Իսկ դուք ինչ եք կարծում, ի՞նչն էր պատճառը, որ Արամ Մանուկյանը հրաժարվեց իշխանությունից, այն փոխանցելով Թիֆլիսից եկած մի խումբ անփորձ քաղաքական գործիչների, որոնք անգամ Երևան վերադառնալ չէին ցանկանում։